Դիանա Գրիգորյանի վերջին զանգասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի հետագա զարգացումներն հեռուստադիտողներին ուղղակի շոկի են ենթարկելու։ Վերջապես Սոսն ու Լիլիթը վերադարձել են, բայց ինչպես երևում է, նրանց ընտանիքում ամեն ինչ հարթ չէ և նրանց ամուսնությունը ընդամենը հաշվարկով է արված, թե ինչպես է Լիլիթին հաջողվել գրավել Սոսին ու լինել նրա կողքին, ցույց կտա ժամանակը, նրանք միասին են հիմա միայն իրենց որդու Արամի համար։ Եվ ինչպես Լիլիթն է ասում Սոսին, նույնիսկ Աննայի հղիությունը չի խանգարում, որ Սոսն ամեն քայլափոխի սկսի հետևել Աննային, քանի որ նա անտարբեր չի կարող մնալ, նրա սերը դեռ չի անցել։ Ինչ է ստացվում, որ Աննան հղի տեսնելու է Սոսին ու ինչ է կատարվելու այս ամենից հետո։ Հեռուստադիտողները մեծ անհամբերությամբ սպասում են տեսնելու Աննայի ռեակցիան ու աչքերը, երբ տեսնի Սոսին։ Արդյոք սա է բումերանգի օրենքը, երբ Միքայելը Աննային իր տուն տարավ հենց հղի վիճակում և նրանք ամուսնացան, իսկ այժմ Աննան Միքայելի մոտ հղի է ու հանդիպելու է Սոսին, որտեղ է արդարությունը և ինչ է սպասվում նրանց կերպարներին։ Ինչպես է վարվելու Աննան, որ իմանա շուրջ բոլորն այսքան տարիներ իրեն խաբել են, չէ՞ որ Սոսն էլ է խաբել իրեն, այսքան տարիներ նա չի իմացել, որ Սոսը ողջ է ու ապրել է այդ տառապանքով։ Ավելին, ոչ միայն Սոսը չի մահացել, այլ իր հարազատ դուստրը, ով ապրում է իր կողքին և այսքան ժամանակ նա տառապել է նրա կորստով։ Թե ինչպես են այս բոլորը պատասխան տալու Աննայի տառապանքների համար, ցույց կտա ժամանակը, բայց որ բոլորն էլ պատասխան են տալու, դա հաստատ է։ Իսկ մինչ այդ ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները բերել ենք հատուկ ձեզ համար, դիտեք, գրեք ձեր կարծիքները, քննարկեք և չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որովհետև մեր հաջորդ տեսանյութերից մեկը շատ հետաքրքիր բացահայտումներ է անելու հեռուստասերիալի հետ կապված, այնպես որ մնացեք մեզ հետ։ Ողջույն բոլորին։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ում համար դպրոցի զանգն այսօր հնչելու է իսկապես վերջին անգամ։ Այնինչ տանելու եք դպրոցից, այլևս որևէ տեղից չեք տանի, որովհետև դպրոցի հուշերը թերևս ամենագեղեցիկն են, ամենապարզն են, ամենաազնիվն են, որովհետև տարիքային այդ շեմում մենք լրիվ ուրիշ աչքերով ենք նայում այս կյանքին և մեր հայացքը, այն ինչ որ մենք ունենք մեր ներսում, թույլ չի տալիս մեր կյանքի ներկա բնակը ավելի գորշ գույներով պատկերացնել, բայց կյանքն այդպիսին չէ իրականում, որովհետև մտնում եք նոր կյանք, կյանքի նոր շրջափուլ և ուզում եմ, որ այդ շրջափուլը լինի լավագույնը, պայծառ, արևոտ, խաղաղ, ներդաշնակ ու առանց պատերազմի ու առանց կորուստի։ Սա թերևս ամենակարևորն է։ Այո, սովորելը, կրթվելը, լավ մասնագետ դառնալը շատ կարևոր է, բայց կարևոր է թե այդ ամենը որտեղ ես դու իրականացնելու, թե որտեղ ես դու սպառելու քո գիտելիքը, թե որտեղ ես դու առհասարակ ապրելու, վայելելու, անցկացնելու քո կյանքը, որտեղ ես դու ընտանիք կազմելու, այդ շատ կարևոր է։ Ու ես ուզում եմ, որ այդ ամենը արվի մեր հողում, մեր հայրենիքում, միանշանակ մեր հայրենիքում, մեր հողում։ Եվ ուզում եմ, որ ձեր սուրը այնքան հատու լինի, որ դուք կարողանաք պահել այնինչ մերն է։ Ու ես վստահ եմ, որ այդպես է լինելու, որովհետև ձեր մի խոսքով ուզում եմ, որ ձեր սուրն այնքան հատու լինի, որ կարողանաք պահել այնինչ մերն է եւ ավելացնեք, ուղղակի ավելացնեք։ Գիտեմ, որ այսօր շատ նորաձև է, որ մարդիկ գիտելիք են ձեռք բերում այլ երկրում։ Գիտեմ, որ այսօր նաեւ նորաձև է, որ մարդիկ գնում են պարզապես այլ երկիր եւ փորձում են իրենց կյանքն այնտեղ դասավորել։ Գիտեմ, որ շատերը կասեն դա նորաձևության հետ որևէ աղերսություն է, այդպես են անում, որովհետև գուցե այնտեղ ավելի ապահով է։ Չգիտեմ։ Բայց ես մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որը մենք ստանում ենք մեր հողից, մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որը մենք ստանում ենք մեր հողից, ոչ մի այլ երկրում, ոչ մի զարդարված, գեղեցիկ, փաթեթավորված երկրում մենք չենք կարող դա ստանալ, որովհետև դա մերը չէ։ Սա է մերը։ Այս քաղաքն է մերը, Հայաստանն է մերը։ Եվ մենք պիտի ձեր օգնությամբ, ձեր թարմ ուժերով, նոր ուժերով մենք պիտի կարողանանք պահել այն ինչ ունենք։ Այնպես որ ձեզ թող Աստված օրհնի ձեր ճանապարհը, թող անփորձանք լինեք դուք, անվտանգ, հեռու բոլոր տեսակի համաճարակներից, հիվանդագին երևույթներից, բոլոր տեսակի չար մարդկանցից։
եւ կարողանաք հարթել ձեր ճանապարհը։ Ճիշտ, խաղաղ, ողորկ, մաքուր, ազնիվ, արդար։ Սպիտակ։ Միայն քեզ լովել Կարմիր կենս։ Շամենա Նավերստին քեզ տանջե Ողջույն սիրելի հետևորդ, ինչպե՞ս եք։ Հարցախեղտ եք անում ինձ, թե երբ է Հենրին իմանալու, որ Անգելինան իր քույրը չէ, շուտով, շատ շուտով, շատ եք ուզում կրկին ականատես լինել իրեն սիրո գեղեցիկ տեսարաններին, կլինեք, անպայման, սպասեք, զինվեք համբերությամբ, համբերությունը ուժ է տալիս, շատ քիչ ժամանակ է մնացել, որ իրեն զույգը կրկին միավորվի եւ դուք վայելեք այդ սիրո պտուղները։ Շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ շատ եք այդ հարցից տալիս ու շնորհակալ եմ, որ ապրում եք այդ սիրով։ Բարև բոլորին։ Այսօր համեմատած ինձ մի քիչ լավ եմ զգում ու չէի կարող բաց թողնելս հրաշք եղանակին դուրս գալու հնարավորությունը դուրս եմ եկել մի փոքր քայլ եմ գնամ տուն աստորեն ինձ մյուս շարքի հակաբիոտիկները օգնեցին ոտքի կանգնացրեցին եկել եմ շնորհակալություն հայտնեմ անսահման բոլորիցդ անկեղծ եմ ասում այդքան ջերմ խոսքեր այդքան առողջության մաղթանքներ որ դուք եք ինձ գրել ծանոթ անծանոթ սիրում եմ բոլորից շատ ու ձեզ վստահեցնում եմ որ հենց այդ խոսքերը նույնպես այդքան լավ էներգիան այդքան ջերմությունը նույնպես ինձ ոտքի կանգնեցրեց շնորհակալ եմ շատ ապրեք գրկում եմ բոլորիդ պաչիկներ եմ անում արդեն լավ եմ վերադառնում եմ իմ սովորական կյանքին